դա դարբին է, քանի որ բոլորը իրենց դարբին են, իրենց գերդարբին է, դրա համար կոչվում է իրենց ասկանում իրենց դարբին։ Հետո եղերնից հետո այդ ես լավ չգիտեմ, գիտեմ, որ ասկանում փոխել են Ավետիսյանի, քանի որ մի ժուղը իրենց Ավետիսյան երել են, և վերցրել են Ավետիսյան ազգանին։ Հետո մինասետի ծաղում են, ասում են, բայց ես կնեի դարբինը, Ռուսաստանում կդասնի Կուզնիցով, 91 դասնի Միշա, կնեի Միշա Կուզնիցով, տես ծաղում էր։ Իրականում ինքը որ գնացել է Լենինգրադ, միշտ է ուզեցել է վերադառնալ, ինքը մտադրություն չունեցել դեռ ապրել։ Եվ 60 թվականին ինքը վերադարձել է Հայաստան, Երևան։ Մոտարապես այդպես։ Ես ասեմ։ Այո։ Ես գիտեմ, որ ձեր երաժշտապետում ձեր ընկերները ունեցել են լեգլաներ, ձեր հայրը խոսքի էր տվել, որ ձեզ պետք է նույնպես այդ լեգլաներից արվեր, բայց ցավոք դա չի կատարվել։ Այդ չարաբաստիկ վերջի ուներ, ինքը եկել է Գյումրի, այցել էր Ջարջու, հետ ունացել էր Գյումրի, ընկերներին էր տեսել և այդպես, մեկ օրից առել։ Եվ պետք է շտապ վերադառնալ Երևան, որովհետև Անտոնի պալետի ձևավորման 50-րդ տարեդարձին։ Իսկ այն ժամանակ աշխատում էր նաև օպերայի պալետի թատրոնում, որպես գլխավոր պալետ։ Եվ շտապ վերադարձել էր Երևան, որ հասնի այդ բանկետին իրադարձությանը, ինքը չես հավաքներ, սեփաններ, ուղղակի ներկայանում ու փախնում, փախնից հոգնում և դուրս է եկել իրերից, ցավ սրտի ժամը 11-20 սպասված կեսի սահմանում, այդ դեպքը եղան։ Իսկ ներդուավերները ես սպասում եմ, որ մենք գնանք մանկական աշխարհ խանութքարը, որ գնանք այդ ներդուավերը երկար բակում խաղացին, ինքը որ եկավ բերնականից մի պահման բաղթում և շատ երկար սրսն ասենք, տեսակ շատ հարորինս, հետո մանեզել է բաղթում, իրանը շատ դարնալի ձև երարեշտ կորեց, սովորական չէր երարեշտ կորեց, ես գնաց, հետո նույն շուրայ գնաց հաղատասան չէ, ես գնաց, շատ կարել մաման է գնշում է, ինձ եմ շատ կարել, շատ ջեր, որտեղ օրենքով ասել ինչի է բաղթում, ապին ուշ շատ բայց չասում, տավն է ժրտած, երկար ձերքով ավետ շատ երկար, գնաց է կա, գալուս պես մի կեր ժամանքով ձերքով բաղթում, տեսել չարը, Իսկ լավնից է, ոչ իրանդու գծեն գնացել, նստավորով ասել առանցնած է։ Շատ հարվերով մահներ, բոլորն է պատում է, այսինքն ով քիչ թե շատ ստանող խերները, իսկ շատ հետաքրքիր անձնավորություն է։ Նախ շատ ազդերում հատուցում է, կարող շատ հեշտ ազդեցիկ տպարություն տողում մարդուները, օրինակ մեր դիմացի հացի խանութի աշխատակցուին, որը երևի 40 տարուց ավել աշխատում է այդ խանութում, միշտ զարմանում են, ասում են ինքը կյանքում չի հաշվել գումար է հացում։ Ինքը ասում է գրոտ կոպեկները մեկնում է, չերել նայում, հացն են, որ ասենք ասում են խանքան։ Ուսած տալիս էր։ Ոչ մեկի մտքով չի անցել, այդքան տարվի ընթացքում հանգած սխալ հաշվով կանում։ Այդ ձևի հետաքրքիր բան էր։ Կամ որ ինքը փողոցով անցնում էր, ինձ մարդիկ էին պատմում։ Ասում դիմացի մայթով անցնում, հեռու է։ Ասում ամբողջ մայթը ձգվում էր, ասում որովհետև մինասը անցնում է։ Ոչ մեկ դու չէր կարող բարձր խոսել, ինչ-որ հայհոյանք մեր, ամը չէր կարող։ Եվ ազդում էր այդ մարդը, նույնիսկ հեռավորության վրա, նույնիսկ ղեկավարները, հայ, մինիստրը, շփույթի և այլն, իրանք սարսափահար են անում, եթե ինքը ջրանան է։ Իսկ ինքը ջուր է ջրայնում շատ։ Բավավայ բանտես բանը չունենք, կարող մենակ
դա բավարար է, մարդիկ սարսափեն, ուժում է շատ մեծ ուժում է դերած։ Բնավորության գծեցին, որպես օրինակ ասանքով չափից ամեն շատ։ Ինքը մի անգամ ենթադրել է, որ ես մսեմ եմ, ժամը գիշերը 10-11 ջունջիում, որնար կարնես մեր աշխատում։ Են եկեն են կտեն այդ գիշերը, եկավ հասավ Երևան, գլուխը դրեց կրսկիս, որ ես ես լանում չնչում է։ Նոյց է գնաց։ Այդ ձևի այդ բաներ շատ կամ մի անգամ չանեց էր դաշ չէ եղել գողալեց վերես իսներ չէ գողալ այս բարձեն գողալեց գրիչս ճարդեց շպրտեց թողեց գնաց հետո որ ես գնացի դրոց նևաչում էր գնացել էր ամենագեղեցիկ նյութերն էր Կնի դες սպասում, շատ համեստ սպասում, դեր հերպես տեսավար ման չի։ Ես այդ դեր յանի բարիշել եմ։ Շատ հետաքրքիր անդրամություն։ Բրոցագամում շեշ ունեք ինքը հետաքրքիր բաներ ուսուցիչների ճիշտ դասի։ Իր դրոց ինք շատ լավ է սովորել։ Շատ։ Որ առարկան բոլոր առարկանից։ Այդ ոչ լավ մոտ է։ Ժամանակ լավ սովորողները բոլորն են սովորել։ Լավ։ Այս ճարժումի դրոցում։ Ինչ վերաբերում է ջարժումը շնորհիվ տրադիցիաներ են տանում, որպես շատ հիմնված է։ Եվ գրադարանից միշտ հիմնադրումից 1828 թվականից եւ զարգացած է շատ, որովհետեւ երկաթգիծները կառուցվել է Երևան, Գյումրի, Ղարս, Ջարժությունները սկսել են աշխատել երկաթգծում։ Սկսել է ստեղծվել կապ, այսինքն այդ մարդիկ կարողացել են գնալ Թիֆլիս, չգիտեմ, Ռուսաստան, Ղարս եւ այլն եւ Գատուղայինի Տոմսոնը ծեր եղել։ երևի մանավանդ աշխատողների համար։ Այս շատ ջարժություններ աշխատում էին երկաթգծում։ Այդպես ինչ որ ինֆորմացիա գալիս է դրանով լավ կրթվում է։ Այժմ որ տեսնենք Շնորհ Ավետիսյանի կոպիաները այն մեքենայակին, որը մուրայերքի է ենթարկել Միլաս Ավետիսյանի իշխանությունը։ Ինչ կասեք, եթե այժմ տեսնենք։ Ինչպես հետո հետաքննությունը ոնց սպառվեց, այդ մարդը ինքը ուներ էպիլեպսիկ տարածում էր էպիլեպսիկ նոպայականավոր քննության քննիչների, որի հետևանքով ինքը փորձում է հարվածում մայթողացում Երել երկու անգամ հետ առաջ է տարածված։ Հետո մենք պաստենք նույնիսկ երեք։ Այսինքն այդ դիտավորություն չի եղել, բայց այդ մարդիկը Էպիլեպսիայի նոպայում չէր կլա, եդու առաջ են էլ ձեր չկա։ Նիշան։ Առաջին էպիլեպսիկ է։ Ինչպես էր մեքենա այդ մեկ երկրորդը եթե մեքենա չուներ մինչև այդ դեպից երկու ամիս առաջ Ինչպես է հաշվի համարին զբերվանքսա, հաշվից ավելի քան 5000 որը սովետականության ժամանակ բավական զբերվեց նմարը։ Եվ այդպես ինքս դրում, հետո ինքը աղովյանի չեմ իշում որգվեցան, բայց ծախամացյանում այդ մարդը չկա գրանցված։ Էլի շատ կարանց։ Եվ այդ վաղթել շարակով։ Հետո ձեզ ասեմ, որ սովետականության տարիներին ժամանակ առ ժամանակ սկսվում էր ռեպրեսիվ ցենց ինչ-որ հրամաններ, որ կապված էր իդեոլոգիայի խնդիրների հետ, այսինքն կար գաղափարախոսություն սովետականը, եւ եթե որևէ մեկը սկսում է շեղվել այդ գաղափարախոսությունից, նա սկսում է հետապնդել
իր շրջապատը, ծանոթները, գիտնականները, բազմաթիվ մտավորականներ և հերվեին սովետական միության փլուզման գաղափարը, օրինակ մյուս արժանացին, իրանք մտածում էին, որ պետք է փոփոխություններ անել, ոչ թե երկրի փոխել, բայց իշխող վերնախավը իր սանդղակներից չէր շեղնել, օրինակ մի ժամանակ աղբերել էին ջինսերը համարում ուժական հարցություն, մինասները ամեն օր ջինսերով բաներ ոնց որ այս բանը շատ է, հայտարարություններ են դարձող տեսակ, բազմացնումից։ Դրաման հետապնդում են, իմենեք մի քիչ շատ է, և 72 թվականի հրամանագա կոչվում է ռուսերենով ամերը усиление идеологической борьбы в СССР. Այսինքն իդեոլոգիայի պայքարը ուժեղացնելու կոչանքում Պարիբուրոյի կողմից և սկսում են ուժեղ հետապնդումներ ամբողջ խորհրդային միության տարածքում, բոլոր հանրապետություններն ազգություն չէին ընդունում, կապում են հայերեն հետ, իրենց միևնույն է, իրենց պետք է իդեոլոգիան պահպանվում։ Այդպիսի բաներ։ Իսկ ինչ եք հիշում ամանորյան գիշերի մասին, երբ ձեր հարցերից ամեն կեսներ են կետուրը, բրդեյորը և սեղանները դրած մոտ մեկ է զանգ եղավ Երևանից, մինասը չվենց սեղախոսը, եղբայր դարձրեց, հետո կրեց հետիկիցանի, որը նույնպես ներոդում են կապներ, ու իրենք բոլոր շտապ մեկնեցին Երևանից, եղբորը արդեն ասել էին բրդեյապեր ունեցել և արվեստանոցը ամբողջորեն ոչնչացվել է։ Ու շուրջ 300 նկարներ այդն է։ Հաշվի առնելով, որ ինքը ի վերջ ընդհանուր 15 տարի ազատ ստեղծագործել ինստիտուտից հետո։ Շատ ահանի գործով է, բան չէր ունեցել։ Բայց դե ինքը թվականով քանակային շատ բաներ վերականգնեց, հասցրեց։ Երկու տարում է։ Այդ վարպած աշակները նորից վերականգնում են։ Ոչ, իրար դենց ազի է։ նորից թվականով շատ Իսկ երեխաների մեջ ժառանգապարանցել է։ Եվ բայրս շատ հայտնի դրսում աշոտ այնքան ստեղ չէ, ինչքան դրսում։ Իսկ սկզբանը ժողովուրդը ընդունեց Մինասի նույն գործերը։ Այո, ժողովուրդը ընդունեց, բայց բաները նկարչական էլիտաները թվված, որոնք պատվերով էին աշխատում կարծես։ Սովետական պատվիրատուները, պատվեր կատարողները, ակադեմիկոսները և բաներ, բացառությամբ Սարյանի և Քոչարի և Կավենցի։ Նրանք միանգամից Մինասին առանթերի տակ սկսվեց շատ լուրջ պայքար Հայաստանում, մշակութային, կարճական ոլորտում ահավոր պայքար սկսվեց։ Բայց իրենք հարթեցին ի վերջո, Սարյանը, Քոչարը, Քոչարն է, որ տղալում անում, ասում է, ինչ եք խրտնել, կարմիր նույնից խոցուր չեք։ Ես մոտավորապես 8-9 տարի առաջ Մարսելում եղել եմ, այնտեղ Մինասի առօրյա եմ հիշում, չգիտեմ, տապանակարեր, կիսանդիներ, բայց ինչ որ Մարսելում չգիտեմ, բայց Ուշարձան չկա։ Չէ։ Դա իրան դերեմ չի վերաբերվում, բայց Մարսելում կան նկարներ Մինասի ծաղկում, հայաշատ քաղաք կա, և հայերը ոնց որ ամենուր Մինաս շատ սիրում։ Իսկ չկա ինչ-որ մի վայր, որտեղ իր մասին ինչ-որ նշանակավոր դրսում։ Հիմա ինչ-որ բան են բացեն, հիպատոսություն էր ասել, ինչ-որ անտին են ուզում ամեն տարի։ Մտաբարձված է շնորհով անում ճաշարանի որոնցանը, հատվածով առանցած տեքստի փորձը շատ բարձրանում է, դասանում ժամանակ մտքով շատ չէ, ու
Գուցե չգիտի ում նկարել, չավասը նկարած այս տեսեշտը մուզելուց դել եկա բանեցես վերո կամած գոզարանի արածի կերումաները դες Galvanometra. Ամեն մի նկարդավ մի պատմություն է։ Ուտարապես կանեք ես ասել, և ամեն նկարը մի վուչով գաղթարը, մի կար, ուր ենք կացված։ Ունեք եթե գրենք եստեղ աղբերի մոտ, ինքը գերն է, որ տեսեք, նույնինա 10-ի զորերի երևի շոտ է։ Այսինքն, եստեղ բան չի, կոնկրետ ինչ-որ դերք չի, դա այն մտահաղություն մտքեր է։ Իսկ այդ նշնչանքի պահերին բան դուք հենց երել է, որ կողքն եք եղել կամ ինչպես է այդ ապրումները ինքը ցույց տվել է, չտվել։ Ինքը ես շատ հաճախ բարձրանում եմ այդ արվեստանոց, որտեղ մեր վերջի հանդիպները արվեստանոցը խաղ են անում, երբ որ նորմալ տանը չեր ունենք, ես դիպած ինձ տանում է վերև, ես մենակ չմնամ։ Ու ես նայում եմ ոնց է նկարում, բայց նայում եմ հետևից միշտ։ Ինձ հետաքրքիր է կտավը հետևից ոնց է տնտվում, բարաբարը ձայները գալիս sense ձգած կտավից։ Իրեք շնչառություն են իրավունք, կարող խոշուչ կաշեր, ճկանում են անում բան, ինչ-որ բան լավ չեն ստացվում, հետո քերեր, բացիկում են այդ մասը, նորից նկարում, սենց հեշտ պրոցես չի, շատ դժվար է, բավական է։ Գեր Երիցյան, նախագծի վերնագրի հետ կապված կարող է հարցնել։ Հա, խզբզոցը իրական է եղել, չէ՞ որ ճիշտ իր հայրը ասել է հերիք է խզբզես, գնա։ Հա, իր առնելով դա տղամարդու գործ չէ, ասպել ուղես կեզ ֆոտոապարապարը, մեր շատ դեր, կնեկարես համ նման կրմին, համ հեշտ կրմին է, հա, տղամարդը տիգենի ասպեր հնձի խոտ, չգիտեմ, անասում պահի բան, ես ինչ գործ է, հա, իսկ մայրը հակառակը, մայրը շատ լավ որում էր, որտեղ քահանայի աղջիկ էր, ավելի հոգևոր կին էր և իրենք շատ դες տարբերում էին, բայց այդ երկու մարդկանց խառնվածքությամբ մնասը այդպիսին կայել, հետո պապը շատ պարտանում էր մինասը, ավելի ուշ, երբ որ մինասը դարձավ շատ հայտնի կարմի չիվան ամբոշ գյուղը պարտանում են իրենց գյուղացիով, համագյուղացիով, պապում են պարտանում։ Շատ հասկանում են, որ ինչ բան են կարճեցնում, անդում կաղթում են մարդը, և ապրել շատ երկար, ապրել 100 տարի ապրեց և իջել է ճշոտ պարկ։ Նստակոր նայում եք, այդ խզբուզ է այոց է հենգը։ Խզբուզանքը։ Խզբուզանքը, չէ։ Իսկ կողմություն են կապված, բայց Կաչմով, ընկնով խաչկան է իրական։ Ընկնով խաչկար։ Շարժով խաչկան դա, չէ։ Շարժ, խարի շարժ։ Հա, արդեն դասքից։ Ոնց որ մի քիչ առաջ նկարած, նկարած չէ։ Չէ, ճանաչես նկարչական տեղաշնորհության մեջ հիմա կամ ինքնասեր կարմիր հասկացություն, որ իր գտած երևույթը
ինքը ընդհանրապես շատ շատ իրապետում է միջնադարյան ներկերի բաղադրությունների, կարող է սարքել։ Շատ հաճախ։ Գույների ինքնան։ Սարքում է։ Հետո շատ դժվար խնդիր հասնել, մենք երբ ներկրտացած չեն քսում, ինքը վառա։ Հետո կարող է չորանա նստի։ Շատ դժվար է բանը բռնացնում, որ ինքը չորանա։ Գույնը։ Ստացվի։ Դա շատ կարևոր է։ Ինքը նույնիսկ մովեսի արյունից ներկի տեսել։ Դա միջնադարյան, մեզ որդան կարդին չի նստուկ է, դա շատ բան է։ Ինքը կարդին է մագենադարան և ուսումնասիրում է բարձարների մեջ չէր կար, դերված պրոպետորի կան։ Իսկ գրողներից, արվեստագետներից ու մեջ ինքը առավել արժևան է դեր արվեստի։ Շատ սիրում ես որակին։ Որպես Ծանոթ եմ ես Հրանտ Մարտիրոսյանի, որ ընկերն էր կար։ Կարշոյան, Կարշոյան չէ, ավելի մի քիչ փոքր արվեստերում դա Իրանից։ Հա, շատ ֆենոմեն է։ Ընդհանրապես այն տարիներին հայտնի մշակութային գործիչները բոլորն իրենց կապում էին։ նույն գաղափարներն էին։ Հա, մանավանդ այդպես պրոգրեսիվ ավելի մտածող մարդիկ անշուշտ բոլորն են հանդիպում էին։ Երևանն շատ է տարվում ուժեր էր, նույնիսկ նյութենական մասշտաբով, որտեղ միակ հանրապետությունն է խորհրդային, որ 70 ժամանակակից արվեստի թանգարանով զբաղված է։ Հա, մի խոսքով 70-ական սկզբին Հայաստանը միակ հանրապետությունն է եղել, որ բացել է ժամանակակից արվեստի թանգարան, անհնարին թվացող բան էր։ Միակ երկրի պատկերացնում եք։ Դա եթե արվել որևից հետո բուլդոզերը եկել քանդել, ուղղակի քանդել։ Եվ այդ առաջի կարգուվար, քաղաքագլուխը բոլորն եք ձերբակալ էին։ Իսկ Հայաստանը ինքան էր կարողացել զարգացնել ամեն ինչը, որ Հայաստանի Հանրապետությունը իր սովետական մեկ բացում եք նման թանգարան։ Եվ ամբողջ այդ նույն խորհրդային միության ժողովուրդը գալիս էր այդտեղ, որտեղ մարդիկ ուզում էին տեսնել այդ ամեն ինչը։ Եվ գալիս հասնում էին Երևան, հիշում ինչքան հանրապետություններից ներ էին գալիս։ Իսկ մի քիչ կենցաղային սիրած ճաշատեսակներ, սիրած գիրք, սիրած կինոնկար, սիրած հերոս։ Ինքը քիչ ժամանակին ասեմ ձեզ, շատ բաղված է, գիշերը ինքը ամեն որ կարդում է Ջորջո Վազարի, իտալացի արվեստաբան Զարակարյանը, հատորներ կար, ինքը ամեն օրը թերթում էր, գիշերը քնելուց առաջ։ Սիրում էր շատ տեսել սայթն բան, հայկական երաժշտական բան, սայթն ասում էր։ Շատ բաներ չէր սիրում էր շատ հայկական ազգագրական բաները, թմբուկ բան շատ էր սիրում, Արմեի այդպես բաներ։ Հետո գրականությունից, հայկական գրականությունից, բնականաբար շատ սիրում էր նաև իր ընկերների գրածներից, Գարշան, ես երբեք չեմ տեսել տանատից ավազնակի բան, բայց Հրանտ Մարտիրոսյանը, իսկ Սարյանը, Սարյանը բան չէ։ Ինքը կարող է գիշերվա ժամը 11-ին գնար Սարյանացնում, խնդիր չկար։ Ում էլ չեն թողել Սարյանը, մինացիոն բաց է պետք։ Իրանք շատ կապված էին դեպ ասել, որտեղ դες զանազան բանվասաններ։ Աստեկոսաներ, այո, այդպես նախանցում են։ Ճիշտ հակառակ բացած։ Երբ որ հրդե Սարյանը առաջին մարդն էր, որ իրան հոլանդական երկեր վրձիներում արկել երկրով, ինչի մասնասոստ։ Միշտ փրկում եք մին ասել, որտեղ ինքում էր շատ բարձր պետական կոչումներ, աշխատանքային դերոսներ, ակադեմիկոսներ, ինչ ասեսում նրա բոլոր կոչումները։ Եվ ինքը կարող էր կապել, ասենք առաջ քարտուղարի
նույնիսկ բլավ է, մանչ է։ Սարում են հենց զանում էր, մինասին անում։ Քանի անգամ է, հենց որ այդ խոսով Ֆանտաստիկ։ Ճաշատեսակը մոռացակ։ ճաշատեսակ, չեն կարող մինոն նշել։ Նախ քիչ է, շատ չէ։ Հետո շատ սիրում էր յուղի մեր ուտելիքները։ Օրինակ նույն բաներ խաշպացած, բանը շատ է, որ մանկությունից հետո գնում են նույնիսկ ապտեկայից կտավատել անում։ Հիշում եմ մեզ էլ ասում էր ուտել ուջուժանը, կտավատ շատ ակներ է, երբ որ սովա է։ Ու ասում են շատ ուժեղ բան է, առողջարար է, ստից պտից բաներ մի կերեք, այդտեղ բաներ կերեք, ասում են շատ սիրում։ Պատկերացնող տեխնիկում ինչ-որ կեպածել է, Իսկ հոտել է ձեր ձեր մայրիկին։ Պատերտավոր գրել։ Անից։ Պատկերասրահի ժամանակ է, չէ՞, Չէ, բավական ժամանակ է։ Մինասը նկարելուց չի եղել նկայաններ նկարները դիտելուց իրար տեսել են։ Ինստիտուտը ուղարկում են բոլորին պրակտիկային, երկրորդ կուրս, որ իրենք անեն կոպիաներ։ Թույլտվություն են տալիս, ուսանողները գնում են պատկերասրահ, ցուցահանդեսում նկարում են կոպիաներ, որովհետև դա շատ կարևոր է վերագրություն ձեռքբերել։ Մամանը տեքս գնացել է как раз կոպիաներ։ Այդ միասնը նոր է գրադից։ Ամենաամենը գնում է պատկերասրահ, ուսումնասիրում է մեր կոլեկցիաները, գործերը։ Հետ իծանի հետը Այդ ակադեմիական կրթության բաները մնացել են, նկարներից կան։ Մի ծաղ սրանք են հայտնի։ Մնացել են լուսանկարները սրանք։ Եվ ուսային աշխատանքներից ստեղծելու ցուցադրել։ Ինքը բացառիկ նկար է դիտել։ Պատկերասրահում կա այդ գործը։ Պատկերասրահում էս ոստերը կապել, պատկերասրահ։ Ինքը շատ լավ դիապետրում է նկարչական տեխնիկայի։ Եվ կարող են մատիտով ջուր նկարել, այնպես որ բացարձակ գտելիք դրել։ Շատ բարձր պրոֆեսիոնալ։ Եվ դեռ ասեմ, մենք այդ կարգի բազմաթիվ նկարիչներ ունենք հայկական 60-ական թվականների մասնական։ Իրանք շատ բարձր որակի դպրոց են ունեցել։ Օրական իրենք 300 հատ ճեպանկար են սովորել, 300 հատ։ Դա պարտադիր օրենք։ Շատ արագ տեխնիկացի կավ։ Միայն բանը չէ։ Դեք ինչ է տակի, շատ ճիշտ բան է, խորհրդայնությունը շատ հետաքրքիր ձևով օգտագործում է։ Համնկարչին աշխատավարձ է, ամեն բոլոր Ես էլ ունեի հարցնել, արտադրությունը ինչպես ու նկարներն էլ ահագին չէ, ասի է, ժետոնը Ես դա չեմ ներդրել է շատ։ ռուբլիով է։ Որը ահագին այդքան արժի, այդ էս չկա։ Դե դարձակ հատները